Եթե ձեր անձնական տարին 6-ն է, տարի է սիրո, հաճույքների, գեղեցկության, բոլոր այն նպատակները, ինչ դուք նախատեսել եք, օրինակ նախորդ տարում, այսինքն 5-րդ տարում, գնացել եք դեպի դա, դուք կտեսնեք, որ 6-րդ տարում դա ձեզ շատ ավելի հեշտ է տրվում, քան դուք մտածում եք։ Ռոմանտիկ պատմությունների տարի է նաև, իսկ բացասական դրսևորմամբ կզգաք հաճույքների հակում, սոլյուցիոն, որը բնականաբար ձեզ կշեղի արդեն ձեր հիմնական ճանապարհից։ Ժողովուրդ, ուրեմն ձեր անձնական տարին իմանալով դուք կարող եք հասկանալ, թե այդ տարում ձեզ ինչեր են սպասում։ Կարող են լինել օրինակ բաժանություններ, կրիզիսային իրավիճակներ, դուք կարող եք նախապես դրա մասին իմանալ եւ զգուշանալ։ Նաեւ հարմար տարիներ ամուսնության համար, երեխա ունենալու համար, բիզնես սկսելու համար, նոր կյանք սկսելու համար, բոլոր տարիները իրենց նշանակությունն ունեն։ Դուք կարող եք հաշվել, կոմենտներում գրել, թե ինչ տարի է ձեր մոտ ստացվել եւ ես կաշխատեմ կոմենտներում պատասխանել կարճ։ Նաեւ եթե դուք ցանկանում եք խորհրդատվության դիմել, բնականաբար կարող եք գրել ինձ անձնական նամակ իմ բոլոր սոցեջերում։